Եթե բավարար բարձ չեմ երևում, ներողամիտ եղեք, ուղղակի մի բան կա, որի մասին պիտի ասեմ։ Գիտեք, տեսեք ինչ է ասված։ Ի վերջո ճշմարտությունները հավաքվում են սրբություն համարվող գրքերում։ Նկատի ունեմ, օրինակ, կարող է որևէ ճապոնացու, կորեացու համար, չինացու համար սրբություն չհամարվի Աստվածաշունչը, բայց մեր հայրերը դարեր շարունակ խորացել են, իրենց մեկնաբանություններն են տվել, իրենց ուղղորդումներն են կատարել եւ ի վերջո մենք ունենք սրբություն։ Եվ այդ սրբության մեջ ասվում է Աստվածաշնչում, հատկապես նոր գտակարանում ասվում է՝ մի մտածեք վաղվա օրվա մասին։ Ես եթե կար մի բան, որ համարձակվում էի սխալ համարել, մանավանդ երիտասարդ տարիներին, հիմնականում այդ միտքներ։ Ասում եմ, ինչպես չմտածեմ վաղվա օրվա մասին։ Ամեն օր եմ մտածում իմ անելիքի մասին, բայց հետո հասկացա, որ դա առանձին վերցնել պետք չի, դա պետք է վերցնել ընդհանուր Աստվածաշնչի հետ։ Այսինքն այսօր ճիշտ ապրիր, եւ այդ դեպքում վաղվա օրվա մասին մտածելու պետք էլ չես ունենա։ Ճիշտ վաղը, ցանկալի վաղը, աջողակ վաղը ինքնստինքյան կգա։ Այսինքն նպատակը արդարացնում է միջոցները։ Եթե դու ունես նպատակ վաղվա համար ապրելու, այսօր կարող ես անել բաներ, որ պիտի չանեիր։ Դա է հիմնական իմաստը։ Սա ինչի հիշեցի։ Մեր օրերում այս օրերին շատ են խոսում 26 թվականի ընտրությունների մասին։ Այսինքն այսօր ապրում են, մինչև ընտրությունները 9 ամիս կա, այդ 9 ամսվա ամեն օրը մի կյանք արժի, եթե դու իհարկե աշխատող գործող մարդ ես։ Բայց ասում են լավ է սեքես 9 ամիսը։ Բայց եթե երկիրը ծանր վիճակի մեջ է, դու կարող ես այո մտածել, որ կա նաև այդ տարբերակը, բայց դա դարձնել նպատակ այսօր անխոհեմություն է եւ հակագիտական, որովհետեւ եթե այսօր սխալ բաներ կան, այդ սխալը պիտի այսօր կանխել։ Իսկ ավելի առարկայական, բոլոր ողջամիտ մարդիկ գալիս ասում եք, մենք համամիտ ենք այն բանի հետ, որ այս դժբախտությունները եւ այս նաև փորձանքը անորակ սահմանադրության հետևանք է։ Այդ ուղղությամբ մեր անկախության պայքարի առաջնորդը ժամանակին քայլեր արել է եւ գործը հասել է այն կետին, որ պետք է վճռականորեն այո կամ ոչ ասվի։ Մենք գտնում ենք, որ նրան հակադրվող սահմանադրական բարեփոխումների գործը արհեստականորեն տապալող ուժերը ժողովրդի թշնամիներն են, որովհետեւ դա միակ սահմանադրությունն է եւ ամբողջ աշխարհում միակը, որտեղ քաղաքացին հիմքերի հիմքում է։ Այսինքն սա սահմանադրությունը ձեզնից յուրաքանչյուրի, մեզնից յուրաքանչյուրի համար 6 ամիս հետո, 9 ամիս հետո ընտրություն է լինելու։ Կլինի, բայց այսօր անելիք ունեք։ Դուք բոլորդ պարտավոր եք միանալ այս գաղափարին, ինչպես ձեր հայրերն ու պապերը, տատիկները միացան անկախություն հանրաքվեի ճանապարհով գաղափարին։ Այս ինչ համատարած բթացում է։ Էլ ինչ եք փնտրում, այս նվերը ստացել եք, այս գաղափարը բացարձակ ժողովրդավարության սահմանադրության գաղափարը նվեր ստացել եք, այդ հոգեկան հիվանդն էլ իրենից անկախ սահմանադրական հանձնաժողով ստեղծել է։ Մնում է գնալ սահմանադրական հանձնաժողովին ասել իդիոտներ, դուք իդիոտ եք հասկացանք, բայց քննարկեք։ Իդիոտ եք, որովհետև չեք հասկանում, որ դուք օրենքի պահանջն է, պարտավոր եք քննարկել։ Տրված է ձեզ նախագիծ 4 անգամ, քննարկեք մի անգամ, հրապարակավ քննարկեք։ Սա է ձեր անելիքը, բոլորիս անելիքը։ Թե չէ ընկել են միավորվենք, համախմբենք, ես միավորվեք ինչ, որ հետո էլ իրար հետ վիճեք, թե ով գա իշխանության։ Հասկացող մարդը հասկացավ։ Կա անելիք եւ այսօրով անելիքը չանելով խոսել 9 ամիս հետո համախմբվելով մի կերպ աթոռը վերցնել ու հետո անել, եթե դրականն ես ուզում անել, հետո մեկը սա պիտի անես։ Իսկ ինչի այսօր չանել։